Երկրաշարժի աղետին 37-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյան Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եւ պաշտոնյաներուն հետ այցելեց Սպիտակ, Վանաձոր եւ Գյումրի, ուր պետության ղեկավարը Ձաղգեբսակներ զետեղեց երկրաշարժի զոհերու հիշադակը հավերժացնող հուշագոտողներուն։ Ապա վարչապետը Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցվո մեջ ներկա գտնվեցավ երկրաշարժի զոհերու հիշադակին նվիրված Սուրբ եւ անմահ պատարագին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին գարձիկով ճիշտ պիտի լա որ բոլոր եկեղեցիներու մեջ գիրակնորյա պատարագներեն առաջ երգչախումբերը կդարեն Հայաստանի օրհներկը։ Վարչապետ Փաշինյան այդ մասին գրածեց Հիմադեդրի իր էջին 301 թվականին հայ արաքելական եկեղեցին ստեղծված է պետության կողմեն պետության որոշումով։ Կգարձեմ ճիշտ կլա որ գիրակնորյա պատարագներեն առաջ 10:55-ին բոլոր եկեղեցիներու մեջ երգչախումբերը կդարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներկը, գրած է Հայաստանի վարչապետը։ Հայաստանի Սփյուռքի գործերու գլխավոր հանձնագետար Զարե Սինանյան Նյու Յորք կդարած աշխատանքային այցի շրջանակներու մեջ հանդիպած է ՄԱԳ-ի մեջ Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Բարույր Հովհաննիսյանին։ Հաղորդակցությունը դարածեց Հայաստանի Սփյուռքի գործերու գլխավոր հանձնագետարի գրասենյակը։ Հանդիպան ընթացքին զրուցակիցները քննարկած են սփյուռքահայ համայնքներու հետ համագործակցության խորացման, միջազգային հարթակներու վրա Հայաստանի ներկայությունը ավելի դեսանելի դարձնելու, ինչպես նաև հայ համայնքներու ներուժի արդյունավետ ներգրավման կարելիությունները։ Դեսպանը ներկայացուցած է ՄԱԳ-ի մեջ Հայաստանի ներկայիս առաջնահերթությունները, ինչպես նաև գազམ་ակերպության գործառույթներու շրջանակներու մեջ իրականացվող գործընթացները, որոնց մեջ Սփյուռքի ներգրավվածությունն ու աջակցությունը կրնան կարևոր դեր ունենալ։ Գլխավոր հանձնագետարը ներկայացուցած է Սփյուռքի գլխավոր հանձնագետարի գրասենյակի նախաձեռնությունները, հայրենադարձության եւ սփյուռք հայրենիք կապերու ամրապնդման ուղղությամբ ընթացող միջոցառումները, ընդգծելով, որ միջազգային համագործակցությունն ու դիվանագիտական կառույցներուն հետ շարունակական կապը կարևոր են այդ ծրագիրներու արդյունավետ իրագործման համար։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ պատասխանելով լրագրողներու հարցերուն ասաց է, որ Վոլոդիմիր Զելենսկին դեռ չէ գարտացած ռուս-ուկրաինական պատերազմը թատրեցնելու ամերիկյան առաջարկը։ Մենք խոսած ենք նախագահ Պուտինին եւ Ուկրաինայու առաջնորդներուն հետ, ինչպես նաեւ նախագահ Զելենսկիին հետ, եւ պետք է ասեմ, որ քիչ մի հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չէ գարտացած առաջարկը։ AFP-ն մեջ բերած է Թրամփի խոսքերը։ Ամերիկյան ծրագիրը վերջին շաբաթներու ընթացքին բազմաթիվ փոփոխություններու ենթարկված է։ Թրամփ չէ բացատրած, թե հստակ ինչ չէ գարտացած Զելենսկին։ Շաբաթ օր Զելենսկին հեռախոսազրույց ունեցած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանակնած Սթիվ Ուիթկոֆի եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Ամերիկյան ներկայացուցիչները գիտեն Ուկրաինայու հիմնական դիրքորոշումները, ասաց Զելենսկին իր դեսաուղերձին մեջ խոսակցությունը կառուցողական էր, չնայած նաեւ դժվար։ Մոսկվան հայտարարած է, որ բաց է բանակցություններու համար եւ կմեղադրե Կիևը եւ Արևմուտքը խաղաղ գործընթաց կարգելափակելու մեջ, մինչդեռ Ուկրաինան եւ անոր դաշնակիցները հայտարարած են, որ Ռուսաստանը ժամանակ կշահի եւ դիվանագիտությունը կօգտագործի իր ձեռքբերումները ամրապնդելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն դված հարցազրույցին մեջ ասաց է, որ Չինաստան իր պետական այցելության ընթացքին Պեկինին սպառնացած է սագակիներով։ Ես անոնց ասած եմ, որ եթե անոնք չգործեն, ապա մենք եվրոպացիներս ստիպած պիտի լանք առաջիկա ամիսներուն գդրուկ միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգներու օրինակով, ինչպես օրինակ չինական ապրանքներու համար սագակիներու սահմանում, ասաց է Մակրոն։ Չինաստանի հետ Եվրամիության առևտուրի պակասը 2019 թվականին ի վեր աճած է գրեթե 60%-ով։ Մակրոն գոչ ըրած է չինական ընկերություններուն ներդրումներ կատարել Եվրոպայի մեջ։ Թայլանդ օդային հարվածներ հաստուցած է Կամբոդիայի հետ վիճելի սահմանին երկայնքով հայտնած են թայլանդցի զինվորականները։ Նախքան այս հայտարարությունները երկու երկիրները իրար մեղադրած են Ամերիկայի նախագահի միջնորդությամբ կնքված հրատատարի մասին համաձայնագիրը խախտելու մեջ։ Առնվազն 1 թայլանդցի զինվոր սպանված է, 4-ը վիրավոր են նոր բախումներու ընթացքին։ Կամբոդիա պաշտպանության նախարարությունը հայտնած է, որ հարևան երկրի զինվորականները մի քանի օրվան սադրիչ գործողություններեն հետո հարվածած են երկու վայրերու վրա եւ ավելցուցած, որ Կամբոդիայի զորքերը չեն պատասխանած ադոր։ Առնվազն 950 մարդ զոհված է Ինդոնեզիա Սումատրա գղզի մեջ դեղի ունեցած սաստիկ հեղեղներու եւ սողանքներու պատճառով 274 անհետ կորած կհամարվի։ Աղետի հետևանքով վիրավորված է մոտ 5000 մարդ։ Ինդոնեզիա ազգային որոնողական եւ փրկարարական գործակալությունը հաղորդած է, որ դարերային աղետը առաջացած է դեղադարապ անձրևներու հետևանքով, որոնք տարածաշրջանի մեջ կշարունակվին նոյեմբեր ամիսեն։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը